66 տարեկան կնիկ եմ, ես չգիտեմ ինչքան մեծ ցավ եմ ապրում, երևի հարազատի կորուստից այդքան չէ, ինչքան որ, եթե ոչ չափազանցացնեմ, ինչքան որ եկեղեցու կործանումը։ Մենք սրան պատրաստ չէինք։ Եկեղեցու նկատմամբ ոչ մի արշավ էլ չկա, եկեղեցու սպասավորների նկատմամբ է այդ արշավը։ Թե հիմա ինչ է, ինչ չի, այդ չեմ անում։ Լրիվ սխալ եմ համարում։ Ես ինքս չեմ ասի, թե ես ինչ հավատացյալ եմ, բայց հարգում եմ եկեղեցին, որովհետև եկեղեցին է մեր ազգը պահել։ Այդքան բան։ Մեր առաքելական եկեղեցին դա քննարկման առարկա չի, որ կարողա ինչ որ մեկը իր կեղտոտ ձեռքերը մոտեցնի մեր եկեղեցին։ Կարևոր դեր է խաղում ու չեմ կարծում, որ կա կարիք խառնելու քաղաքականության հետ։ Հայ քրիստոնեությունը դարերով եկած դարեդար մագաղաթը ինչ ձևով է հասել մեզ, հայ գիրերը ոնց է հասել մեզ, մի անգամ ուստալ քամու բերան ուրագանի դեմ, ես էդի չեմ ընդունում։ Եկեղեցուն վարկաբեկելը դա ճիշտ է, ճիշտ չի։ Ադրբեջանի թուրք ղեկավարը ասում է ընդեղից պահանջել էշվիազի եկեղեցին չարիքա պետության համար։ Այսինքն քու տրիվը քուվը հիմա եկեղեցի։ Այսինքն վերացնում ես որ մենք էլ քրիստոնյա էլ չալի ոնց հասկանում։ Սուրբ եկեղեցին մերն է, մենք ուզում ենք պայքարենք, որ մեր եկեղեցին մեզնն է։ Դրանց ավել էլ ինչ ունենք այսօր, մի եկեղեցի ամնաց է դել քանդենք, ավիրենք։ Ով ինչ ուզում է անի, ոչ նրանք են մի բան, ոչ նրանք, ժողովուրդն է տուժվում։ Գիտեք, եթե մենք անգլուխ ենք հիմա, անգլուխ ենք, բայց հայ ժողովուրդը անգամ անգլուխ ժամանակներով դեռ ապրում էր եւ նորմալ գոյատևում էր, իսկ հիմա էլի ինքը կա, ինքը չկա, միևնույնն է, պարզապես Քաչնազարի դերն է կատարում։ Ամբողջ աշխարհին ծիծաղացնում են մեր վրա, վերջ, փոխանակ համախմբեն այս նեղ ժամանակ, ավելի են բաժանում իրարից։